Գոմաղբի մեջ պարունակվող օրգանական նյութերի և սննդանյութերի ավելցուկային արտահոսքը հողի մեջ և հարակից ջրային գոտիներ կարող է հանգեցնել ջրի աղտոտման։ Գոմաղբի մեջ պարունակվող օրգանական նյութերը, ֆոսֆորը և ազոտը քայքայվում և ներծծվում են հողի մեջ, ինչպես նաև հայտնվում են ջրային մարմիններում տարբեր գործընթացների արդյունքում, ինչպիսիք են օրինակ տարալուծումը, լվացումը անձրևաջրերի միջոցով, արտահոսքերը, հողի էրոզիան և այլ գործընթացներ։ Արդյունքում, երբ ֆոսֆորի և ազոտի տարրերի բարձր քանակություն է հայտնվում ջրում, դրանք սննդանյութ են հանդիսանում ջրիմուռների համար, հանգեցնելով դրանց կենսաբանական աճին և մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին։ Գոմաղբի հեղուկի և պինդ մասերի տարանջատումը տեղի է ունենում անասնագոմում։ Սույն սխեման, ըստ թվերով նշված տեխնիկական միջոցների, ցույց է տալիս Գոմաղբի հեղուկ մասի առանձնացումը և կուտակումը 500 և ավել լիտր ծավալ ունեցող բաքում։ Այնուհետև հատուկ մեքենաներով և ցիստերներով բաքում կուտակված հեղուկը տեղափոխվում է արտադրական հրապարակ։ Այնտեղ հեղուկը ենթարկվում է մեխանիկական և համալիր ֆիլտրման, մշակվում է ուլտրամանուշակագույն ճառագայթներով և որոշ սննդարար միկրոէլեմենտներ ընդունելով դառնում է կենսահեղուկ, օրգանական պարարտանյութ։ Այս գործընթացի համար անհրաժեշտ բաղադրիչներն են գոմաղբախողովակ, մետաղյա ցանց, գոմաղբահեղուկի փոսորակ, խողովակ, 500 և ավել լիտր տարողությամբ բակ։ Գոմաղբի պինդ մասը մշակվում է կալիֆոռնիական որդերով, որի արդյունքում ստացվում է կենսահեղուկ։ Այն կարող է այդ տեսքով օգտագործվել որպես օրգանական պարարտանյութ, բայց հնարավոր է դրան խառնել այլ միկրոէլեմենտներ և տարրեր, դարձնելով ավելի համալիր և արդյունավետ օրգանական պարարտանյութ, օրինակ օրգանոմիքս։